Բարև ձեզ, Ֆակտոր TV-ի հյուրը Ադրբեջանի հարցերով փորձագետ պատմական գիտությունների թեկնածու Տաթևիկ Հայրապետյանն է, բարև ձեզ։ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Ադրբեջանում է եղել Հայաստան գալուց առաջ, մինչ նրա խոսքերն անդրադառնալը Ալիևն էր ասում, որ միակողմանի բազում քայլեր է Ադրբեջանը ձեռնարկել ցուցադրելու, որ խաղաղությունը կա նաև Առօրյայում վերացրել է Հայաստան տարանցիկ ապրանքների փոխադրումը, մատակարարում են կենսական նշանակության վառելիք Հայաստանին, հիշեցրել է, որ Ադրբեջանը չակերտավոր հայկական օկուպացիան վերացրել է ռազմական քաղաքական ուղիով, բայց այժմ խաղաղության հետ է առնչվում, խաղաղությունը իրողություն եւ պետք է աշխատեն այն հավերժ դարձնելու ուղղությամբ, այ որն եք դուք համարում, այսպես ասենք, Ադրբեջանի քաղաքականության այսօրվա տրամաբանությունը, նաև հաշվի առնելով այս պնդումները, հա։ Ես կարծում եմ Ադրբեջանի քաղաքականության տրամաբանությունն է փորձել բեմադրել այդ խաղաղությունը արտաքին դերակատարների համար, բայց երկրի ներսում շարունակել հայատյացության քարոզը եւ Հայաստանի դեմ զավթողական ծրագրերի առաջմղումը, իմ համոզմամբ խաղաղությանը միտված իրական քայլը օրինակ կարող է լինել գերիների վերադարձը, տարածքների դեօկուպացիան Հայաստանի, մենք գիտենք Ջերմուկի հարձակումից հետո կան օկուպացված տարածքներ, կարող է լինել արևմտյան Ադրբեջան անունը կրող զավթողական ծրագրերի հետ կապված ընդհանրապես այդ թեմայի փակումը եւ նմանատիպ այլ հայատյացության քարոզի դադարեցումը։ Նկատի ունեք, եթե այդ խաղաղության մղումը անկեղծ է, պետք է այդ քայլերն անել։ Այո, ես օրինակ չեմ կարող հասկանալ զուտ տրամաբանորեն, եթե կա խաղաղության ձգտում, եթե իրապես կա այդ ամենը հավերժացնելու նպատակ, ապա ինչու Ադրբեջանը որպես պետություն հսկայական ռեսուրսներ է ծախսում այսօր արտաքին աշխարհում, երկրի ներսում, փորձելով ասել մի բան, որ ընդհանրապես պատմության մեջ գոյություն չի ունեցել, իբր Հայաստանի տարածքը պատկանում է իրենց, հայերն էլ իբր ցեղասպան ինչ-որ տերորիստ ժողովուրդ են, որ իրենց ապօրինաբար քշել են։ Ինչու է այսօր Ադրբեջանը մի ամբողջ սերունդ մեծանում այս տրամաբանության մեջ, ես կարծում եմ դա համադրելի չէ խաղաղության մասին իրապես անկեղծ ձգտումների հետ, եթե դրանք անկեղծ լինեին։ Այսինքն, երբ որ այսպես արտասահմանցիներ են տեսնում, հիշեցնում են հայկական օկուպացիայի մասին եւ խաղաղության մասին, բայց մյուս կողմից էլ աբսուրդային է խոսել խաղաղության մասին եւ խոսել արևմտյան Ադրբեջանի մասին։ Գիտեք, Ադրբեջանի համար շատ ավելի բարդ կլիներ խաղալ այդ դերը, եթե չլիներ ներկայիս կառավարության օգնությունը այդ հարցում, որովհետև իրենց գծինել է համարժեք ցույց տալ խաղաղություն, բայց իրականում ասում եմ, այդ ամբողջը ինձ համար համադրելի չէ, եթե այսօր այդ ֆոն դեր Լայենի հանդիպումից ընդամենը 1 շաբաթ առաջ Ադրբեջանում հսկայական ինչ-որ փառատոններ էին անցկացվում այդ զավթողական անունը կրող մեր քարտեզը տենց դնում են, բեմադրում են, չգիտեմ, զուռնադհոլ են դնում, իրենց կրթության նախարարը կանգնում ասում է, սա մեր ազգային նպատակն է, ինչ որ Բաքվի պետական համալսարանում ուսանողներին հավաքում է, սա մեր ազգային նպատակն է։ Ես չեմ հասկանում ոնց կարող է Հայաստանը զավթել որպես ազգային նպատակ հռչակումը համադրելի լինի այն ամենի հետ, ինչ Ալիևը ասում է Ուրսուլա ֆոն դեր Լայենին, ու իմիջիայլոց դա ինձ հիշեցրեց ժամանակին Ալիևի ելույթներից մեկը, որտեղ նա ասում էր, որ եվրոպացի պաշտոնյաները, օրինակ, այսպես է ասում եվրոպացի պաշտոնյաների մոտ, բայց սովորաբար ինքը առաջնորդվում է այն ամենով, ինչ ասում է երկրի ներքին լսարանի համար, եւ ըստ օրինաչափությունը անկախ իր խոսքերից վեր եմ հանել։ Ալիևի քաղաքականությունը կառուցվում է այն ամենի հիման վրա, ինչը ինքը ասում է ներքին լսարանի համար։ Եթե կարելի է այդպես դիտարկել, էլի դա։ Եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյայի հետ հանդիպմանը օգտագործում է միակողմանի բառը, խոսելով դեպի Հայաստան տարանցում թույլ տալու մասին Նիկոլ Փաշինյանը ասել է, որ մենք պատրաստ ենք Ադրբեջանից Թուրքիա, Թուրքիայից Ադրբեջան տարանցում թույլ տալ, ինչու Ադրբեջան ձեր գնահատմամբ չի համաձայնվում Հայաստանի տարածքով բեռնափոխադրումներ անել, մաքսային համապատասխան վճարներ անել եւ նախընտրում է խոսել այն մասին, որ իրենք միակողմանի զիջում են այլ, չէ՞ որ պաշտոնական Երևանը առնվազն կողմնակից է երկկողմանի դա տեղի ունեն այդ տարանցումները։ Եթե անկեղծ ասեմ, ես կարծում եմ իրենք ոչ մի զիջում էլ չեն արել, իրենք ընդհանրապես հատկապես Միացյալ Նահանգներից այդ ընդհանուր այդ քննարկումների արդյունքում ստեղծված իրավիճակի առումով դեմքը փրկելուն ուղղված ինչ-որ քայլ են արել։ Իրականում Ադրբեջանը Հայաստանի ապաշրջափակման առումով, այսինքն սահմաններ բացել, ձեր ասած կոմունիկացիաներ բացել, մաքսակետից օգտվել, իրական գործնական ոչ մի քայլ այդ առումով չի արել, ինքը ընդհանրապես թույլ է տալիս, որպեսզի իր երկաթգծերով տենց գնա Վրաստանով ինչ-որ ապրանքներ Ռուսաստանից մտնեն Հայաստան։ Սա է ամբողջ քաղաքականությունը, այնպես չէ որ սահմանը
Ադրբեջանը բացվել է, Ադրբեջանից ինչ-որ բան է գալիս Հայաստան։ Դա ամբողջ տարանցիկ ուղիների առումով, իսկ այդ տարանցիկության թեզը հենց TRIP-ի ու ընդհանուր այդ ծրագրի տրամաբանության մեջ է, այսինքն եթե տրամաբանության մեջ նայենք, ինքը ինչ-որ փոքր քայլի է գնացել, փորձելով դա վաճառել բոլոր արտաքին դերակատարների վրա, իսկ ինքը ընդհանրապես իր չարած բաներն էս լավ կարողանում է վաճառել, որ կարելի է նույնիսկ հակառակորդից սովորել այդ առումով։ Ուզում եմ ասել, կարող է միակողմանի չլինել այդ տարանցման հնարավորություն, բայց իր պատճառով միակողմանի է եւ դա ներկայացնում է որպես վաճառում է մեզ վրա։ Բարեգտություն որպես։ Կներեք կարճ ուղղակի անդրադառնալ, որովհետեւ ժամանակին դեռ մինչեւ TRIP ծրագիրը այդ առաջարկները երբ Ադրբեջանին հնչել են հայկական կողմից, ինքը փաստացի մերժել է, որովհետեւ ինքը այլ կարգավորումների է փորձում հասնել Հայաստանի տարածքի հետ կապված, մենք դրանք հաջատեղյակ ենք կարծում եմ։ Խոսենք, տեսեք, Ուրսուլա ֆոն դեր Լայանը Ալիևին շնորհավորում էր Հայաստանի հետ պատմական խաղաղության պայմանագրի կնքման կապակցությամբ, ասում Եմեն աջակցում է process-ին, որ նաև խաղաղությունը գործնական դառնա, ռեգիոնը անվանել է աշխարհի ամենակարևոր տրանսպորտային հանգույցներից մեկը, որը կապում է Եվրոպան, Կասպիական ռեգիոնը, Կենտրոնական Ասիան, հիշատակել է Ադրբեջանի աշխարհագրական դիրքը, Բաքուն Եմենին գազ մատակարարեց, երբ որ Ռուսաստանը աջակցեց, այս խոշոր դերակատարների գործնական նշանակությունը մեր խնդիրն է, որը կարող է լինել։ Արդյոք օրինակ նույն այդ կոմունիկացիոն ծրագրերը կարող են խաղաղեցնել Ադրբեջանի նախագահին, թե դրանք կարող են պահի տակ տնտեսական խոստումներ լինել, բայց խորը ռազմավարության մեջ այլ նպատակներ լինեն, ինչ եք դուք մտածում։ Նախ մի ճշգրտում անեմ, որ ասացիք պատմական, բայց պայմանագիր չի ստորագրվել, չէ՞, խոսքը նախաստորագրված։ Ես ուղիղ մեջ բերում եմ, շատ բարի, զուտ նաև մեր հեռուստադիտողների համար, որ որևէ պայմանագիր ստորագրված չի, նախաստորագրվել է Վաշինգտոնում, եւ այդ նախաստորագրված պայմանագիրը Ադրբեջանը բազմիցս խախտել է, օրինակ մեկ միջամտելով Հայաստանի ներքին գործերի նույն սահմանադրության թեմայով, երկրորդ շարունակելով Հայաստանի դեմ տարածքային նկրտումներ, ատելության խոսք եւ այլն, այդ ամբողջը ես բարբերաբար ներկայացնում հանրությանը, այդ առումներով Ադրբեջանը արդեն խախտել է նախաստորագրված պայմանագիրը, բայց դուք շատ կարևոր մի հարց բարձրացրեցիք, արտաքին դերակատարները, նրանց շահագրգռվածությունը այս ամբողջ գործընթացում։ Որ կներեք, բոլորը շեշտում են, որ Հարավային Կովկասը ցամաքային տարանցիկ ուղիների համար գերկարևոր տարածաշրջան է դարձել։ Ես կարծում եմ առհասարակ իրապես աշխարհը վերափոխումների մեջ է եւ բոլորը շահագրգռված են գտնել այդ տարանցիկ նոր ուղիները եւ այդ առումով այո, Հարավային Կովկասը կարող է դիտարկվել այդ հաղորդակցման, այդ ինչպես իրենք են սիրում ասել connectivity, այդ տրամաբանության շրջանակներում կապակցվածությունների ստեղծման, այսպես ասած։ Այո, եւ օրինակ եթե ներկայիս իշխանությունների գլխավոր շեշտադրումը լիներ բացառապես այս ուղղությամբ աշխատելը, ես կարծում եմ դա կլիներ տրամաբանական հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, բայց ինչն է ինձ մոտ մեծապես դժգոհություն եւ անհամաձայնություն առաջացնում այն հանգամանքը, որ դրան զուգահեռ ներկայիս իշխանությունը շարունակում է բավարարել Բաքվի ամենաանտրամաբանական պահանջները։ Այսինքն, այս ամբողջ իրավիճակում ես օրինակ ընդունում եմ, որ այո, կան լուրջ խաղացողներ, դերակատարներ, որոնք ունեն շահեր, որոնց շուրջ հայկական կողմը կարող է գտնել իր շահերի համադրությունը եւ փորձել աշխատել երկարաժամկետ առումով, իսկապես փորձելով ստեղծել այնպիսի ստատուս քվո տարբեր առումներով, որ օրինակ Հայաստանի վրա հարձակվելը դառնա գրեթե անհնար կամ լուրջ խաղացողների արդեն առարկայական, ոչ թե զուտ բովանդակային խոսքային, այլ առարկայական դժգոհությունը կամ անհամաձայնությունը առաջ բերի։ Այս առումով ես կարծում եմ, այո, ճիշտ կլինի, եթե գնալ այդ ճանապարհով, փորձել դա հասկանալ, ընդ որում եւ այդ հաղորդակցության ուղիների հետ է դա կապված եւ օրինակ AI գործանի, արհեստական բանականության գործանի եւ այլնի հետ կապված այդ ծրագրերը իհարկե հասկանալի են, տրամաբանական են ու օգտակար կարող են լինել Հայաստանի համար, բայց իմ խնդրեմը խորքային գալիս է նրանից, որ դրան զուգահեռ Ադրբեջանի պահանջներն են շարունակում բավարարվել կամ այդ միտումները շարունակվում են նույն սահմանադրության թեմայով եւ այլ թեմաներով։ Եկեք ընդունենք, որ Հայաստանի սահմանադրության փոփոխության անկախության հռչակագիրը հանելու, Արարատին նայել, չնայելու, Հայաստանի դեմ Արցախ բառի դեմ պայքարելու եւ այլ անհեթեթ դրսևորումները, որ ներկայիս իշխանությունը ցուցադրում է, դա որևէ կերպ ոչ Ամերիկայի օրակարգում է դրված, ոչ եվրոպացիների օրակարգում, դա բացառապես ադրբեջանական օրակարգն է։ Այսինքն իմ համար անտրամաբանական է ունենալ հնարավորություններ մանևրելու այս խոշոր խաղացողների շահերի մեջ ու դրան զուգահեռ շարունակել կատարել Ադրբեջանի պահանջները։ Ադրբեջանը ինքը
այս իրավիճակում բավականին բարդ է, օրինակ նույն թրիփի ուղին Ադրբեջանի բավականին մեծախորժակը նաև ռազմական նկրտումները, որոնք ի հայտ են եկել Արցախում տեղի ունեցած դեպքերից հետո որոշակիորեն զսպվեցին, գոնե այս փուլում դրանք զսպվել են։ Ճիշտ է, աշխարհը մի քիչ շատ արագ է փոխվում ցավոք սրտի, բայց ամեն դեպքում ոչ մի դեպքում բան գոյություն չունի, մենք խոսում ենք այսօրվա մասին։ Այո, բայց ամեն դեպքում ես հենց այդ է իմ համար խորքային խնդրեմ, որ ունենալով հնարավորություններ մանևրելու տեղեր, շահերի համադրման տեղեր խոշոր խաղացողների հետ, ներկայիս իշխանությունը որևէ կերպ ձեռք չի քաշում Ադրբեջանի պահանջները կատարելու, միևնույն ժամանակ օրինակ Ադրբեջանի զավթողական ծրագրերը զսպելու ուղղությամբ, որոնք իրապես հնարավոր են այս խաղացողների առկայության պայմաններում, օրինակ ասել, գիտեք, մենք անում ենք այս ամեն ինչը, մենք պատրաստ ենք, չգիտեմ, սահմանները բացենք, այս անենք, այն անենք, ինչ որ բաների վրա աչք փակենք եւ այլն, բայց միևնույն ժամանակ կներեք, իրանք չեն կարա նախագահի հրահանգով հավաքվեն, փող ծախսեն, որ մեր երկրին ուրիշ անուն դնեն, որը պատմության մեջ գոյություն չունի։ Կամ ասել, գիտեք, շատ նորմալ է այս process-ը, մենք էլ փորձում ենք մեր հանրությանը բացատրենք։ Օրինակ, զուտ բանակցային բան եմ էլի ասում, բացատրենք, որ խաղաղություն է, գնում ենք, կարելի է մոռանալ այն հսկայական ցավը, որ կա եւ այլն, բայց կներեք, այդ գերիների առկայությունը լուրջ խնդրեմ, հա, ու շարունակ դրա մասին խոսվում է, ու այդ խնդիրը պետք է լուծվի։ Եվ այսպիսի այլ բաներ։ Հենց այդ ձեր ասած հանգամանքների բերումով այդ քայլերը չձեռնարկելը իմ համար խնդրահարույց է։ Շատ լավ, ես մի քանի խնդրահարույց թեմաներից խոսեցինք, նույն Արևմտյան Ադրբեջանի հարցադրման, հա։ Տեսեք, կա տեսակետ, ես կուզեի սա մեկնաբանեք, որը հակադրվում է ըստ էության ձեր պնդման հետ, կա տեսակետ, որ այդ թվում Հայաստանի իշխանության շրջան, որ Ադրբեջան, Արևմտյան Ադրբեջան թեման տակ է պահում, միաժամանակ դա այսպես բանակցային պաշտոնական օրակարգ չբերելով, հանդերձ տակ է պահում, որպեսզի կանխի Ղարաբաղ հայերի վերադարձի հարցի արծարծում, օրինակ Եվրոպական պարլամենտը տեսակ բանաձև ընդունեց եւ այդ հարցը դրված է, այսինքն այնպես չի, որ եթե հայկական կողմը չի խոսում, միջազգային կառույցները մոռանում են դրա մասին, նշեցի Եվրոպական խորհրդանի այդ բանաձևը եւ հետեւաբար որպեսզի Ադրբեջանը այդ թեզը առաջ չտանի, մենք էլ պաշտոնապես Ղարաբաղ հայերի վերադարձի հարցը առաջ չենք տանի կամ մեկ այլ տեսակետ, որ սա ավելի շատ Ադրբեջանի կողմից այս հարցի արծարծումը ոչ միայն չեզոքացնում է հայերի Ղարաբաղ վերադարձի հարցը, այլև լոբիստական կառույցների ջանքերին ի պատասխան, օրինակ ԱՄՆ կոնգրեսում, սենատում, երբ որ հայ լոբիստները Ղարաբաղի հայերի վերադարձի հարց են տանում, Ադրբեջանն էլ այնտեղ մի ուրիշ քննարկում է կազմակերպում, այսինքն սա, այսպես ասենք, սառը պատերազմի տրամաբանությամբ մեկը մյուսի փողզսպող, չեզոքացնող օրակարգեր են։ Արդյոք այդպես է ձեր ընկալմամբ, եթե ոչ, ինչու։ Նախ իմ դիտարկմամբ այս բոլոր հիմա կբացատրեմ ինչու ոչ տրամաբանական փաստարկներ, դրանք ամբողջությամբ փաստաբանություն են Ադրբեջանի օգտին, բացատրեմ ինչու։ Այս թեման առհասարակ Ադրբեջանի քաղաքական առումով ընդհանրապես Հայաստանը այդ անունով կոչելը, որը կրկնեմ երբեք ոչ մի քարտեզի վրա գոյություն չունի, պատմության բան գոյություն չունի, մեկ-երկու անգամ երևի 90-ականներին Հեյդար Ալիև ելույթներում կարելի է հանդիպել, հետո նա արագորեն դա մի կողմ դրեց եւ ավելի սիստեմատիկ կոնկրետ, որ դա մտավ Ադրբեջանի քաղաքական օրակարգ, դա տեղի ունեցել 2022 թվականի դեկտեմբերի 24-ի Իլհամ Ալիևի ելույթով, որտեղ նա ուղիղ տեքստով ասում է Հայաստան անունով պետություն չի եղել, դա մեր պատմական հողն է եւ մենք պետք է Ղարաբաղյան հակամարտության լուծումից հետո անցնենք սրան։ Իսկ լուծում համարում էր Պրահայում Արցախը Ադրբեջանի մեջ ճանաչելը։ Այդ ժամանակ Արցախի հայերը դեռևս ապրում էին իրենց հայրենիքում, այսինքն չկար որևէ վերադարձի իրավունքի հարց։ Այդ խնդիրը առաջացավ 1 տարի հետո Ադրբեջանի ձեռնարկած ահաբեկչական գործողությունների արդյունքում եւ չէր կարող դա ստեղծվել դրանի հակակշիռ, քանի որ այդ խնդիրը առհասարակ գոյություն չուներ։ Բայց Ադրբեջանը տեսնելով հայկական կողմի ոչ պատշաճ արձագանքը, գործողությունների բացակայությունը կամաց-կամաց այդ թեման շարունակեց մեծ թափ հավաքել եւ այսօր գրեթե ամենօրյա, գրեթե չէ, ամենօրյա կտրվածքով իրենց պետական լրատվականներն են այդպես միջոցառումներ լուսաբանում, այդ խնդիրը մտնում է կրթական հաստատություններ եւ այլն, ու չի կարող դա որևէ կերպ համեմատվել ու համադրվել մի իրավունքի հետ, որը միջազգային դատարանները արձանագրել են։ Արցախը կամ Լեռնային Ղարաբաղը կամ հակամարտությունը մենք չենք հորինել,
կներեք, մենք տենց մեր տնից չենք բերել այդ խնդիրը միջազգայինորեն ճանաչված էր, արձանագրված էր, դրա համար գործում էր հատուկ խումբ, որը զբաղվում էր այդ խնդրով եւ այլն եւ այլն։ Այսպես թեժացնում են, որ մենք էլ հայերի վերադարձի Արցախ հարցը չբարձրացնենք։ Կրկնում եմ, այդ թեման թեժացնելը որն է, այսինքն Հայաստանը Շինծու անունով անվանելը չեզոքացնում է այն, ինչ հայերը իրավունքներ ունեն արձանագրված միջազգային դատարաններում։ Ադրբեջանը այս թեմայով իրավունքների տիրույթում դիմել է միջազգային դատարաններ, մերժում է ստացել, միջազգային մասնագետները տարբեր առիթներով դրանից խոսել են, հետո ինքը ասում եմ, ինքը չի ասում, գիտեք, խորհրդային Հայաստանում ապրել են X քանակի հայեր, ասենք 89000 հայ ապրել, կներեք, 84000 հայ ապրել խորհրդային 84000 ադրբեջանցի ապրել խորհրդային Հայաստանում 89 թվի մարտահամարի տվյալներով։ Իրենք ասում են, ձեր երկիրը մեզ է պատկանում։ Ու սա չի կարող համադրվել Արցախի ժողովրդի ամրագրված միջազգայինորեն ամրագրված վերադարձի իրավունքի հետ, առավել եւս երբ այդ հարցը ընդհանրապես ներկայիս իշխանության արտաքին քաղաքականության օրակարգի մաս չէ։ Չի կարող Ադրբեջանի զավթողական ծրագիրը, կներեք, նետվել հայ ընդդիմադիրների կամ հայ լոբբիստների գրպանը։ Այդ զավթողական ծրագիրը հռչակել է Ադրբեջանը եւ սիստեմատիկ աշխատում է եւ երկրի ներսում եւ դրսում այդ աբսուրդը նորմալիզացնելու համար։ Հիմա այդ աբսուրդի նորմալիզացիան ուղղակի հիմքից կտրելու փոխարեն հայ դիվանագիտությունը կամ քաղաքական գործիչները զբաղված են այդ ամբողջը իրենց քաղաքականությունից ելնելով մեր երկրի ներսում նորմալիզացնելով։ Սա չի կարող նորմալ լինել։ Իրենք չեն կարող այդպիսի համեմատություն անել ընդհանրապես, երբ Ադրբեջանի կողմից հստակացվում է, որ մենք այս հարցը օրակարգ ենք բերել Ղարաբաղյան հակամարտությունը փակելու արդյունքում, մենք ուղիղ դա են ասում։ Շատ լավ, ես այն մյուս կողմից եկող մի հատ տեսակետեր բերեմ, տեսեք, ընդդիմությունը ուժեղ Հայաստանը հատկապես 300,000 ադրբեջանցիների վերադարձի, այսպես ասենք, թեման արծարծում էր որպես քաղաքական բանավեճերի առարկա, ասելով եթե այս իշխանությունը ընտրվի, նրանք վերադառնալու են։ Իշխանական կողմից ասում են Ադրբեջանը փաստորեն կարիք էլ չունի, այսպես ասենք, գովազդային արշավներ անել 300,000 ադրբեջանցիների թեման պտտելու, որովհետև մեր ընդդիմությունն է անում դա։ Ես ամենևին նպատակ չունեմ այս կամ այն կողմի համար, նժար թեքել, բայց մեր ներքաղաքական հարցերում այս թեմայի արծարծումը ինչպես է անդրադառնում ընդհանրապես պետական օրակարգի վրա, գիտեք, որովհետև ստացվում է Ադրբեջանը հասկանում է, որ անկախ նրանից 300,000 ադրբեջանցու վերադարձի հարցը իրական է թե չէ։ Եկեք վերադարձ բառը կատեգորիկ չօգտագործեք։ Առավել եւս իրենց որ տունը չի վերջ։ Հատկապես որ ասեցիք 84,000, հա, ես թիմել եմ ուզենալու ձեզնից ճշտել ինչքանով է ընդհանրապես այդ Ընդ որում նույն մարտահամարի տվյալներով խորհրդային Ադրբեջանում 395,000 հայ ապրել։ Արդյոք պրոբլեմատիկ չի, որ Ադրբեջանը առնվազն տեսնում է, որ հայաստանյան քաղաքական դաշտում ունի մի գործիք։ Դա 300,000 ադրբեջանցու թեման է, նաև Արևմտյան Ադրբեջանի մենք ռիսկերի գնահատում իհարկե պետք է անենք, դա ինչքանով են իրենք զավթողականության տակ դնում հեռահար նպատակներ եւ այլն, բայց նաև երկու սայր կա, էլի ուզում եմ ասեմ, մենք մեր ներքին ինքնապաշտպանության, այսպես հարցը պետք է լուծենք, հա, հասկանալու ինչպես ենք դիմագրավում, բայց նաև նա տեսնում է, որ ունի գործիք, որով կարող է առնվազն, այսպես ասենք, թեժացնել քաղաքական բանավեճերը։ Ալիևը մի օր խոսի այնտեղ 300,000 ադրբեջանցիներից, անկախ նրանից այդ թեզը ինչքանով է հիմնավորված, չհիմնավորված, այդ ովքեր են այդ 300,000 հոգի եւ այլն, տեսնում է, որ այստեղ իրար ուտում են ուղակի, հա, այդ իր ելույթից հետո եւ դա այդպես ասենք հակամարտության մեջ առնվազն գտնված երկրների համար չափազանց հիասքանչ մի բան է, հա, դու կարողանում ես ազդել հարևան պետության ներքին քաղաքականության վրա։ Այն ինչպես եք այս հարցին դուք մոտենում։ Մի քանի շերտով փորձեմ անդրադառնալ, նախ ինձ համար Ադրբեջանի կողմից իմ պետության տարածքը, ուստեղ բացարձակ քաղաքական հայացքների հարց չկա, այլ անունով կոչելը եւ իմ պետության վերաբերյալ զավթողական ծրագրերի առաջ մղումը դա ազգային անվտանգության խնդիր եմ համարում։ Չի կարող դա լինել նորմալ որևէ պարագայում։
Պրոբլեմը խորքային գալիս է նրանից, որ իշխանությունը փորձում է կոծկել այդ ամբողջը, գցել ընդդիմության վրա, ընդդիմությունը էլ այդ ամբողջը շատ սխալ տեսանկյունից է մեկնաբանում, վերլուծում ու ներկայացնում։ Այստեղ երբեք չի կարող, օրինակ, ես կատեգորիկ բազմիցս արտահայտվել եմ, հորդորել եմ, խնդրել եմ, կոչ եմ արել, ջղայն եմ ասել, մի կիրառեք այդ վերադարձ տերմինը, չկա այդ տերմինը գոյություն չունի, դա ադրբեջանական տերմինաբանություն է, որը մենք մտցնում ենք մեր դաշտ ու չենք էլ նկատում, թե ժողովրդի հանրության ականջում ինչ սովորական է դա հնչում։ Չկա այդտեղ իրավունքի խնդիր։ Իրավունքի հարցում այդ հարցը փակված է։ Գոյություն չունի ադրբեջանցիների վերադարձի իրավունք։ Շատերը նաև փոխհատուցումներ են, չէ՞, ստացել, այսինքն երբ որ բովանդակությանն ես գնում, պարզվում է իրական, ասենց բովանդակային պրակտիկ իրավունքի տեսանկյունից այդ թեման գոյություն չունի, ընդհանրապես գոյություն չունի ու եթե չեմ սխալվում, նույնիսկ հերոստաբանավեճի ժամանակ դրա մասին շեշտադրումներ եղան։ Այստեղ խնդիրը գալիս է այդ զավթողական կոմպոնենտի մասին, որի մասին ասում եմ ոչ իշխանությունն է ձեռնտու ճիշտ ներկայացնել, ոչ էլ ընդդիմությունն է դա ճիշտ ներկայացնում, որովհետև ենթադրում եմ, դուք կոնկրետ ուժեղ Հայաստանը, որ այդ թեման վերցրեց ամենաշատ իր վրա, որովհետև չեն կարողանում ճիշտ լուծումներ առաջարկել դրա հետ կապված։ Լավ, այս թեման կա, Ադրբեջանը առաջամղում, ես օրինակ, որպես մասնագետ, քիչ թե շատ, չասեմ ցած հոյակապ բան, շատ չգովամ, բայց լավ պատկերացնում ոնց կարելի է ամբողջ Ադրբեջանի դեմ ուղղել, որովհետև սա աբսուրդ է, աբսուրդ։ Ուղղակի գոյություն չունի այդպես բան, ասենք, եկել Լեռնային Ղարաբաղում իրականացրել ագրեսիվ պատերազմ, բլոկադա, էթնիկ զտում, բոլոր տեսակ պատերազմական հանցագործություններ, դրա վերաբերյալ հստակ փաստաթղթավորված հիմքեր կան։ Հիմա էլ ասում է գնա միջազգային հայցերը հետ քաշի, որ ինձ ոչ մեկը չասի աշկիս վերևունք կա, ու դրանից հետո մեկ է կանգնում ասում քո երկիրը ինձ է պատկանում, դու ցեղասպան ես։ Ու մենք էլ տենց փոխարենը դրա վերաբերյալ ճիշտ գնահատականներ տալու դա կանխելու, դրել ասում ենք կգան չեն գա, ով պիտի գա, ով չպիտի գա, կամ ինչ իրեք, այսինքն ես միշտ դա շեշտել եմ, երբեք ոչ մի սովորական ադրբեջանցի չի գալու մեր հետ ստեղ նստի։ Գալու են, եթե երբևիցե այդ խնդիրը մտցվի օրակարգ, դա լինելու ինչ որ պատրաստված հատուկ ջոկատայինների մուտք Հայաստանի ներսում խժդժություններ հրահրելու նպատակով, ընդ որում ես ձեզ ասեմ, ես դա իմ տենց սուրճի բաժակ չեմ նայել, ասում եմ, եթե բացեք են բոլոր նամակները, դիմումները, այդ տեղեկատվական բազան, որ կա, օրինակ ՄԱԿ-ին են ուղարկում, պիտի գան, իրենց պետք է հատուկ ջոկատային, հատուկ ուժեր վերահսկեն անվտանգություն, երբ որ դու դա կարդում ես, հասկանում ես իրանց ուղեղի պլանը որն է, ու հասկանում ես նաև, երբ որ քո հակառակորդը այդքան կանխատեսելի է, մեզ բարդ հակառակորդա բաժին հասել, ագրեսիվ եւ ագահ, բայց միևնույն ժամանակ կանխատեսելի։ Գնայք, այստեղ էլի երկակի է, ինձ թվում է չարժի ասել այդպիսի վտանգ չկա, բայց նաև միգուցե Ադրբեջանի նպատակը նաև վտանգի շուրջ վախեր ստեղծելն է մեր մոտ։ Հիմա գամ այդ հանգամանքի։ Այսինքն ես չեմ ուզում դա բացառել, բայց նաև ուզում եմ մտածել այդ մասին կարող է իրենց խնդիրը հենց մեր մեջ վախեր առաջացնել, երբ որ մարդուն նկատում վախեր իրանք չեն առաջացնում։ Կառավարելի է, չէ՞ դա առնում։ Վախեր առաջացնում է նաև ներկայիս իշխանությունը, երբ սպառնում ասում էր, եթե ես չլնեմ կլինի աղետալի պատերազմ, ընդդիմությունը, որ ասում էր ես չլնեմ կգան եսի, ինչը վախերի վրա բոլորն են աշխատում։ Դա աշխատեց իրականում։ Ադրբեջանի կողմից, ասեմ, Հայաստանի դեմ վարվում է տեղեկատվական, դիվանագիտական, քաղաքական եւ հոգեբանական պատերազմ։ Օրինակ ինձ համար, որպես մասնագետ, բավականին բարդ է, ասենք, այդ տեղեկատվությունը մատուցել այնպես, ես հատուկ զտում եմ, նայում եմ, ուսումնասիրում եմ, պաշտոնական աղբյուրներ եմ դնում ու գնահատական եմ տալիս, սա է շատ կարևոր, դու չես կարող ուղղակի ադրբեջանական աղբյուրներից վերցնես, դնես, ասես հեսա։ Պետք է գնահատականներ հնչեցնես, որ հանրության ընկալումը ճիշտ լինի, որ ակամայից չդառնաս այդ հոգեբանական պատերազմի մի մաս, ասենք ինչ են ասում, մենք այսքան կանք, որ կարանք ձեր երկիրը կոչենք սենց ու ձեր մոտից ոչ մեկ մեզ ոչ մի բան չի ասի։ Ոչ մեկ չի հասկանում այդ դրա լրջությունը, որ ճիշտ գնահատականներ տա։ Պատկերացնում եք վարչապետը, ասենք, այնպես կարողանար պետական շահ սպասարկել, որ այս ամեն ինչը Ադրբեջանի գլխացավան կդարձներ, զանգեր ասեր, ես ինչ ես անում։ Սա քսենց ենք պայմանավորվել, որ դու փողը դնելու ես, որ իմ երկիրը ուրիշ անունով կոչես, տարածքային ամբողջականություն, բայց չէ՞ որ այդ Նախիջևանի զավթողական փառատոնը անցարկացում Ալիևի ուղիղ հրահանգով եւ ֆինանսավորմամբ։ Դա հարցեր չի առաջացնում ոչ մեկի մոտ։ Լրջության առումով, խնդրի առումով։ Գիտեք, այդ բանը ես այնքան շատ դեժավյու եմ մենք մոտս, քանի որ
որոշակիորեն հիշում եմ ուսանողական տարիներից այն քարոզչական բաները, որ իրականացնում էր Ադրբեջանը, ինչպես էր դա ինտերպրետացվում այն ժամանակվա իշխանության ընդդիմության կողմից, նույն Փաշինյան այն ժամանակ ընդդիմություններ։ Այդ բանակցություններից առաջ որ սկսվում էր, գնում են հողերը հանձնեն, հողերը տան, այս դիսկուրսները որ տարածվում էին, այսինքն էլի վախացնելով, բանանելով եւ այլն, ու կորում էր տեղ առողջ քննարկումը, հնարավորություն։ Միևնույն ժամանակ Ադրբեջանը, որ անսահման ագահախորժակ ուներ, ու ես հոգեկան հիշում եմ, այն ժամանակ էլ Ադրբեջանը որ բաներ էր ասում, մեզ մոտ ասում էին ներքին լսարանի համար է ասում։ Միգուցե նաև ես շատ երիտասարդ տարիքում կարող եմ մեկնաբանություններ տված լինեմ շատ, այսպես ասեմ, բայց ասենք իմ համար չկա այսօր Ադրբեջան ներքին լսարանի համար է ասում արտահայտությունը։ Գոյություն չունի, որովհետև այն ինչ Ալիևը ասաց ներքին լսարանի համար 20-30 տարի ինքը իրականացրեց մեր գլխին ջարդվեց այդ իր ներքին լսարանի համար ասածը։ Փաստացի մեր գլխին ջարդվեց ընդամենը 2-3 տարի առաջ կամ չգիտեմ 20 թվականից ի վեր։ Ու դրանից ոչինչ չսովորել, ոչինչ չքաղել, էլի շարունակել ասել ներքին լսարանի համար, փորձում ա մեզ սենց, փորձում ա մեզ նենց, վախեցնելը իհարկե փորձում ա վախեցնի, բայց վախի արկայությունը ինչից է գալիս, քո անգործությունից է գալիս։ Եթե կներեք, ասենք X մարդի Y մարդուն Y ու Z մարդը պատկերացնենք աղբերներ են ասում, ամեն օր ասում գալու եմ ձեզ սպանեմ, գալու եմ ձեզ սպանեմ, գալու եմ ձեզ սպանեմ, տարիներ, վերջ ասում ես լավ, խոսում է, էլի թող խոսա, մեր գալիս է սպանում է Z աղբորը, դրանից հետո ասում եմ հիմա էլ քո հետևից եմ գալու, էլի քո հետևից, դու էլ ասես չէ, բան դե լուրջ չի, ոչ ոստիկանություն զանգես, որը պայմանական միջազգային հանրությունն է կամ իրավական գործիքակազմերը, որ դու ունես, ոչ զինվես, պատրաստվես, բան, մարզվես, բան ասես, ինչա մի անգամ աղբորս հետ արեց իմ հետեկան։ Ասում եմ, դες պրիմիտիվացնում եմ, բայց չի կարելի այդքան անհասկացող լինել, ոնց որ մենք ենք տասնամյակներով լինում ու չէ, ներքին լսարանի չի կարող։ Ես չեմ ասում ինքը գալու է վաղը Հայաստան, ասած զավթին ըստի, չէ, բայց եթե ինքը դա ազգային նպատակ է հռչակում, դա մեզ առնվազն մտորելու, դա ճիշտ ձևով կանխելու հիմքեր չի տալիս, եթե ինքը այսօր մեր դեմ նույն տեղեկատվական ու հոգեբանական մեթոդներով է պայքարում, բայց չէ որ այդ գործիքները մենք էլ ունենք։ Դրանք հո մենակ ռազմական ուժերը չեն, ինչու թույլ տալ, որ այդ ամբողջի այսօրվա անգործության գինը հետագայում զինված ուժերը վճարեն, հայ զինվորները, ինչու այսօր դիվանագետները չաշխատեն դա կանխելու համար, որ հետո դրա գինը չվճարվի կյանքերով։ Ես դա չեմ հասկանում։ Շատ լավ, ամփոփենք, ինչ սպասել հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստան-Ադրբեջան process-ներում։ Ես կարծում եմ հաշվի առնելով Ադրբեջանի գոնե ընտեղից հնչող տարբեր տեքստեր, իրենց համար գերնպատակ է փորձել Հայաստանում հասնել այդ սահմանադրական, իրենց, ասպես ասած, Ալիևի հանրաքվեի անցկացմանը, ես դա այդպես եմ կոչում, եւ առհասարակ ես կարծում եմ դրան համաձայնություն տալը Հայաստանի իշխանությունների ամենամեծ վնասներից մեկն է եղել, որ իրենք տվել են հայկական պետությանը, որտեղ չի կարելի որևէ երրորդ երկրի պահանջով սահմանադրությունը փոխել Հայաստանի Հանրապետությունում։ Դա լրջագույն հարված է պետության ինքնիշխանությանը։ Տեղ ոչ այոն է լավը, ոչ ոչն է լավը, դրա լավագույնը դրա չանցկացումն է Հայաստանում, չպետք է լինի Ադրբեջանի պահանջով սահմանադրության անցկացում, բայց դա իրենց օրակարգ է։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ֆակտոր TV-ում հյուրընկալել ենք Տաթևիկ Հայրապետյանին։